Եկեք մի քանի անձնավորություններ նայենք, որ սատանան ճեղք գտավ եւ մտավ։ Եվ այդ ճեղքերը մեզ վրա են, մեր մեջ են դրանք եւ կարող են հենց մեզ վերաբերել։ Հիշում եք Եվայի պատմությունը, Ադամի եւ Եվայի պատմությունը։ Մենք տեսնում ենք, մենք շատ անգամ մտածում ենք, որ Եվայի թույլ տեղը իր աչքն էր։ Այդպես էլ կար, բայց առաջին աչքը չէր։ Սկզբից որտեղից է հավատքը գալիս, ականջից է գալիս։ Հավատքը լսելուց է։ Նրա մեջ դիվային սերմեր ցանվեցին իր ականջի միջոցով, նախքան տեսնելը, նախքան ցանկանալը, նա սխալ տեղ ականջ դրեց, սխալ ձայների, սխալ մտքերի։ Գրված է Ծննդոց 3:1-2-ում օծն ասաց կնոջը։ Պատմությունը այսպես է սկսվում։ Օծը ասաց կնոջը, ոչ թե տղամարդուն, այլ կնոջը։ Այս հատուկ չշեշտեցի, էլի։ Ուղղակի որ իմանանք։ Իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտես։ Նայեք ինչ ասաց, իրական չասաց, հարց տվեց։ Ինչ կար այս հարցի մեջ։ Կասկած։ Նա Աստծո խոսքը կասկածի տակ դրեց։ Հələ մի հատ լավ մտածի, կարողա տենց չի։ Ինչպես մեկին, որ համոզում էի, ասում եմ, լսի, դու անօրինություն ես անում, դու ուրիշի տղամարդու վրա աչք ես դրել, սիրարվել ես, դու ինքդ ամուսնացած ես։ Ասում եմ, Վազգեն եղբայր, ինչ ես ասում, միթե գրված չի, սերը Աստծուց է։ Եվ Աստված սեր է։ Դե արի իրեն բացատրի, ինքը արդեն օծին ականջ էր դրել։ Դուք գիտեք Աստվածաշնչի թիվ 1 մեկնաբանը, շատ մեկնաբաներ կան, չէ՞ Աստվածաշնչի։ Աստծո շատ ծառաներ ու մարդիկ են եղել, բայց Աստվածաշնչի առաջին մեկնաբանը Աստվածաբան չի եղել, օծն է եղել։ Արդյոք Աստված այդպես ասել։ Չէ, դե այդ նպատակով չի գրվել, այդ մտքով չի գրվել։ Հələ մի հատ խորը մտածի, հələ մի հատ խորը քննի եւ կասկածի սերմը ընկավ նրա մեջ։ Եղել է երբևէ, որ օծը կասկած բերի քո մեջ Աստծո խոսքի հանդեպ։ Ուզում եք իմ մեղքերը խոստովանեմ, հիմա խոստովանում եմ։ Ես չեմ ասում, որ ես գործարքեմ գնացել, բայց նա կբերի։ Արդյոք այդ խոսքը քո մասին էր։ Արդյոք այդ խոսքը քո համար է, դա հрьяաների, դա ուրիշների համար է, քո համար չի, ինչ ես ոգևորվել։ Գուցե այսօր լավ թերթիկներ են ընկել մեզ, չէ՞, բոլորն են լավն է, խոսքը բացում ես, այսօր գրիշ եղբայր ես եկա, որ ախուրա, խլատես ինձ ինչ չալաղաչ կտոր անգել, ինչ խոսք անգել։ Հետո ես նայում եմ իրան, հետո նայում եմ իմը խրատ է, իրանը խոստում։ Բայց երկուսն էլ մերն է։ Օծն ասաց կնոջը, իսկապես այդ խոսքը քո մասին է, քո համար է։ Եվ տեսեք, կինը ասաց օծին, հետո սկսվեց երկխոսությունը։ Եկեք այս խոսքերը կողքի դնենք, օծն ասաց, կինն ասաց, օծն ասաց, կինն ասաց, արանքում ով տուժեց, Ադամը, բոլորս տուժեցինք, մեկի երկխոսության պատճառով ամբողջ մարկության ցեղը տուժեց, ուրեմն Եվայի ճեղքը բաց դուռը աչքը չէր, ականջն էր։ Լսել եք աշխարհի մեջ ասում են աղջիկները ինչպես են սիրում։ Դրա համար ինչ են գցում ականջին, ականջով։ Աղջիկները սիրում են ականջով։ Չեմ ասում սա ճիշտ է, բայց աշխարհի մեջ են ասում սա։ Այսինքն շոյող խոսքեր ասա, ինքը հեշտ կհամոզվի, կհավատա ականջով։ Դրա համար օծը գտել էր եւ շատ քույրեր իրանց ականջը սկսեցին ստուգել, շոյել, ուշադիր լինել։ Տեր Հիսուսն ասաց, ուշադիր եղեք ինչ եք լսում։ Եվ հետո նաև ասաց, ուշադիր եղեք ինչպես եք լսում։ Եվ Եվան առևտրի մեջ մտավ օծի հետ, առ եւ տուր։ Եվ արդյունքում ծնվեց մեղքը։ Ճեղք, թույլ տեղ, թույլ արանք, որտեղից նա մտավ եւ ապականեց մարկությանը։ Տեր Հիսուսն ասաց, իմ ոչխարները լսում են շեշտը նայեք որտեղ է։ Ոչխարները շատ ձայներ կարան լսեն,
Բայց ամենակարևորը սա է, իմ ձայնն է լսում։ Մեր կյանքի մեջ շատ ձայներ կան, քույրեր, եղբայրներ, եւ այստեղ լսել ֆիզիկական լսողության մասին չի խոսքը, լսել այսինքն հնազանդվել, գնալ այդ ձայնի հետևից։ Մենք շատ ձայներ կարող ենք լսել, մարմնի ձայնը, մեղքի ձայնը, մտքի ձայնը, ուրիշի ձայնը, վախի ձայնը, նևրոզի ձայնը, դեպրեսիայի ձայնը, բայց ում ձայնին ես լսում ու հնազանդվում։ Ինչպես ես երևում դու ում գառն ես, իմ գառները լսում են իմ ձայնը։ Օձը, մեղքը, գայթակղությունը ձայն ունի թե չէ։ Երբևէ լսել եք մեղքի ձայնը։ Օրինակ մարդիկ կան ասում են այդ օղու բաժակը ինձ աշկով արեց։ Աշկով արեց։ Հետո փողերը ձայն ունեն, չէ՞։ Անգամ փողերը երգ ունեն։ Ռոմանս են երգում մեկ ասում է, չէ՞։ Փողերը կարան լացեն եւ տարբեր ձայներ կան այս աշխարհի մեջ։ Պողոսն էլ ասում տարբեր ձայներ կան։ Բայց ում ձայնին լսես, այդ ձայնն էլ քեզ կապրեցնի կամ կսպանի։ Եկեք այսօր ձայնազուր կանենք վախը, մեղքը, սատանային մեր կյանքի մեջ եւ ականջ դնենք Աստծուն։ Ուրեմն առաջին ճեղքը, առաջին բաց դուռը, որով սատանան թափանցեց, թույլ տեղը, որ գտավ մարդու մեջ, ականջն էր։ Ուշադիր եղեք ձեր ականջներին։ Լսել եք ասում են, չէ, օր ու գիշեր նստած է խեղճ երեխու ականջին։ Սղոցում է ականջը, լցնում է ականջը։ Վերջի էլ այդ մարդը տրվում է, չէ, ում ականջ դնես, իր հետևից կգնաս, իրեն կհնազանդվես։ Վերջի ականջ դնել, ականջ լցնելու իմաստը որն է, որ քեզ համոզեն անես մի բան, որ քեզ թելադրում են։ Ուրեմն միած ստուգենք, արդյոք մեր ականջները ճիշտ տեղում են, արդյոք մենք ճիշտ անձնավորության ենք ականջ դնում, արդյոք մենք Հիսուսին ենք լսում, նրա ձայնն ենք լսում։ Երկրորդ անձնավորությունը, որ տեսնում ենք Աստվածաշնչում, Եսավն էր, որ թույլ տեղ ուներ։ Շատերը շատ Աստծո մարդիկ թույլ տեղեր ունեին, բայց եթե Եվայի մոտ իր թույլ տեղը ականջն էր, Եսավի մոտ իր թույլ տեղը բերաններ եւ փորներ, ստամոքսներ։ Լսել եք Պողոս առաքյալը, կարծեմ Փիլիպեցիներին է գրում, ասում է, ոմանց մոտ իրանց որովայնը, իրանց Աստվածն է։ Տենց է գրված։ Իրանց փորը իրենց Աստվածն է։ Այսինքն ինչ, եթե մարդու փորը մեծ է, իր Աստվածն էլ է մեծ, դա ինչ է նշանակում։ Այսինքն իր ախորժակը, չէ, իր փորն է, իր ստամոքսն է իրան թելադրում ինչ անի։ Ինք շարժվում է իր զգայարաններով, նյութեղենով, մարմնեղեն ցանկություններով է ինքը շարժվում, համ ու հոտով է ինքը շարժվում, երևույթով է շարժվում։ Ուրեմն Եսավի մոտ իր թույլ տեղը բերանն էր։ Բերան, այսինքն քիմքը, հոտոտելիքը, զգայարանները, մարմնական ցանկությունը։ Հիշում եք Հակոբը դեռ եւ Եսավը չծնված, պատմությունը ինչ ասում է, նրանց ծնունդը ծննդոց 25-26-ում ասում է, նրանից հետո եկավ նրա եղբայրը, երկվորյակ էին իրանք։ Սկզբից ով ծնվեց, Եսավը, հետո ինչ եղավ, նրա եղբայրը ձեռքով Եսավի գարշապարից բռնած։ Ինչ էր ուզում այսինքն աներ, արի ստեղ էլ է, ես պիտի առաջինը ծնվեմ։ Բայց դեռ իրենց մոր որովայնի մեջ Հակոբը գտել էր Եսավի թույլ տեղը, օձը որտեղից է խայթում, գարշապարից, որն էր Եսավի թույլ տեղը, իր ստամոքսը, իր բերանը։ Եվ ծննդոց 29 գլխում մենք տեսնում ենք վերջ այս գործարքը, երբ որ Եսավն ասեց, չասեց, ինչի սա պետք իմ անդրանեկությունը, մեկ ամ մեռնելու եմ, գնամ, տուր այդ ճաշը ես ուտեմ։ Եվ Հակոբը Եսավին տվեց հաց եւ ոսպապուր, նա կերավ, նայեք դեպքերի զարգացումը, կերավ, հետո խմեց, ասում են ուտող խմող մարդ, եւ վեր կացավ ու գնաց։ Իրականում մտածեց ինչ արեցի, որ բանը չփոխվեց, նույն Եսավը մնացի, այն ժամանակ սոված էի, փորս կշտացավ, բայց նայեք հիմա Աստծո գնահատականը։ Եսավը անարգեց անդրանեկությունը։ Այսինքն, ինչ արեց Եսավը,
Նա գերադասեց մարմնի անմիջական կարիքը հոգևոր հավիտենական օրհնությունից։ Նա տվեց հավիտենական արժեքը կարճաժամկետ ցանկության բավարարման համար։ Եսավ այն մարդն էր, որ պահի թելադրանքով մի հաճույքի համար, մի հաճույքի դիմաց ձեռքից տվեց իր սրբությունը, իր կոչումը, օծությունը, Աստծո նախախնամությունից հրաժարվեց։ Ինչքան Եսավներ կան այսօր մեր միջավայրում, որոնք պատրաստ են մեկ ակտի դիմաց, մեկ գործողության դիմաց, մեկ բաժակի դիմաց, շնության մեկ ակտի դիմաց իրենց հոգևոր կոչումը ձեռքից տան։ Աստված ողորմություն անի, որ Եսավի պես չլինենք, թե քո թույլ կողմը քո բերանն է, այսինքն քո հոտոտելիքը, քո ռեցեպտորները համի, քո զգայարանները, քո մարմնավոր ցանկությունները զգուշ եղիր։ Սատանան աշխատում է այդ ուղղությամբ, որ քեզ թուլացնի եւ թափանցի քո կյանքի մեջ։